Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ լրագրող Կարպիս Փաշյանին։ Ողջունում եմ Կարպիս, շնորհակալ եմ հյուրընկալվելու եւ ժամանակ գտնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Կարպիս այսօր հայկական Facebook-ում եւ ընդհանրապես լրատվամիջոցներում իրարանցում էր իսկական, որոնք կապված էին Հայաստանի վարչապետի աղմկահարույց հայտարարությունների հետ։ Նախ նա երեք եկեղեցիների մասին խոսելիս ներքին վիճակը համեմատեց շուլաների հետ, իսկ այսօր հայտնի գրառումը տարակուսանքների եւ զարմանքի տեղիք է տվել։ Բնականաբար այս հայտարարություններին եւս արձագանքներ եղավ, հոգեվորականները արձագանքեցին։ Ինչ եք կարծում այս իրավիճակից եւ արդյոք իշխանություն եկեղեցի հարաբերությունները գոնե մոտ ժամանակների կտրվածքով անդառնալիորեն խզվում են։ Գիտեք, այս իրավիճակում իսկապես շատ դժվար է մնալ մասնագետ, մնալ կորեկտ, որտեղ իսկապես այն ինչ որ կատարվում է հանրային հարաբերությունների տեսանկյունից անթույլատրելի է այդ բառապաշարը, այդ մեթոդաբանությունը։ Իմ խորին համոզմամբ Նիկոլ Փաշինյանը իր ներքաղաքական, նաև արտաքին քաղաքական հարցերն է լուծում եւ այստեղ որևէ արտասովոր բան պետք չի փնտրել, սա իրեն բնորոշ գործիքակազմ է, ճիշտ է այսպես սուր չէր եղել, բայց ամեն դեպքում իրեն բնորոշ գործելավոճ է եւ ինձ թվում է եթե անհրաժեշտություն լինի կլինի նաև ավելին, այսինքն դեռևս տեղ կա անկման համար, դե իշխանություն գալուց ի վեր պետություն եկեղեցի կամ իշխանություն եկեղեցի հարաբերությունները հարթ չէին, Նիկոլ Փաշինյանը միգուցե մնալով հայկական պատմավեպերի ազդեցության տակ, ոչ պատմագիտության ազդեցության տակ պատմավեպերի իր համար արքետիպ է ընտրել Պապ Թագավորին, իսկ մեր պատմավեպերը այնպես են ներկայացնում, որ Պապ Թագավորը մի գործիչ էր, որը մարտահրավեր էր նետել եկեղեցուն, դա իհարկե մեր գրականության մեջ ռոմանտիզացվել է, դրամատիզացվել է, բայց պատմագիտությունը մի փոքր այլ կերպ է, ինձ լավ գիտեք։ Տեսեք, միջև շատ հետաքրքիր բան նշեցիք, որ նաև ներքին լսարանի հետ կապված է, որը խոսենք որի մասին, նաև արտաքին, արտաքին ինչ ուղերձներ կարող են լինել։ Գիտեք, ասվածը թող չափազանցություն չթվա, մի քանի օր առաջ ես տաղավարում էր Աշոտ Ոսկանյանը փիլիսոփա եւ ինքն է ոչ առաջինը, բայց ամենահիմնավոր կերպով եզրույթը առաջնային պլան մղել դենացիֆիկացիայի, հա? Եվ այս տրամաբանության մեջ նաև պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ միգուցե պարտավորություն է վերցրել կազմաքանդելու եւ ոչնչացնելու պետության ներսում ռևանշիզմի բոլոր որջերից եկեղեցին ամենաինստիտուցիոնալ ռևանշիստական որջն է իհարկե ճակերտների մեջ, որովհետեւ միակ կառույցն է, որ ասում է Արցախի հարցը փակվա չի, կաթողիկոսն է ասել, որ Արցախը սոսկ հիշողություն չէ։ Բայց այդ ռևանշիստական հայտարարությունը ավելի շատ հակառակ ճամբարներից շահարկումների են նմանվում, այլ ոչ թե եկեղեցին նաև գործնական քայլերի է դիմում, զբաղվում է Արցախի քրիստոնեական ժառանգության պաշտպանությամբ, բացի դրանից եթե ներքին տեսանք, այս շարքը շատ ազդեցությունը քիչ է, անգամ եթե այդպես է։ Շարքը շատ հետաքրքիր է։ Ղարաբաղյան շարժում իր մարտահրավեր նետած թիրախներն եմ ասում, Ղարաբաղյան շարժում, ցեղասպանություն, հայրենական մեծ պատերազմ, եկեղեցի ինքը այս թիրախներն է ընտրել ու անդադ դրանց դեմ պայքարում է։ Իհարկե միտում եմ տեսնում, ինքը փորձում է ստեղծել մի միջավայր, որտեղ իր գործելավոճը եւ մեթոդաբանությունը ընդունելի են եւ ընկալելի։ Մի միջավայրում նրա գործելակերպը անբարոյական է, ընդունելի չի, համահասարակական նորմերով ինքը ձևավորում է մի միջավայր, որտեղ արդեն ամեն ինչ նորմալ է, իրականում որևէ Ղարաբաղյան շարժում էլ չի եղել, գոյություն չունի, դա KGB-ն է հրահրել, Ղարաբաղյան պատերազմում ենք չենք հաղթել, ցեղասպանությունը իրականում ռուսներն են սադրել, եկեղեցին էլ մանկապիղծների որջը ըստ իրենց, ըստ Աննա Հակոբյանի։ Այդպես նշել է։ Այո, այդ մանկապիղծ բառը կիրառելը իմ մտքով չեն անցնի։ Տեսեք, Կարպիս խոսելով այդ հարաբերությունների մասին, երբ դեռ հեղափոխություն նոր է եղել, ես հիշում եմ, որ Վեհապարն ու Հայաստանի վարչապետը աչքին ընկել համատեղ սելֆիով։ Այդ խորքային պատճառների մասին, դուք թվարկեցիք մի շարք պատճառներ, բայց երբ ի վերջո այդ փոխհրաձգությունը եղավ եւ ինչպես այն փոփոխվեց հասնելով այդ հակամարտությունը։ Դե նշանները կային արդեն
հիշում եք անմիջապես հեղափոխությունից հետո լայն ծավալ ստացավ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը եւ այստեղ լուրջ կասկածներ կան, որ նաեւ իշխանության որոշ բևեռներ կանգնած էին այս ամեն ինչի հետո։ Ուսումնասիրած սկզբնական փուլում կարծեք թե հարաբերությունները լավ էին։ Չի բացառվում, նաեւ մարդիկ կան, որ ուղիղ հղում են անում, մասնավոր խոսակցություններում Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի ներկայիս կաթողիկոսի փոփոխության հարց է ոնց որ թե բարձրացրել։ Այդպիսի մարդիկ կան, որ ասում են մասնավոր շփումներում այսպիսի տպավորություն է ստացվել, այսինքն ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվել աշխատել այս հոգևոր իշխանության հետ եւ միգուցե ակնկալել է այստեղ դաշտում ձևավորել իր խաղի կանոնները, հատկապես որ տեսնում ենք, որ ինքը ամեն ինչ է եւ ամենուր է, ընդգրկում է ամբողջ տարածությունը, մի օր հոգևոր առաջնորդ է, մյուս օրը չգիտեմ, գլխավոր դատախազը, այսինքն ամեն ինչ ինքն է, հոգևոր առաջնորդը, վարչապետը, դատախազը, պաշտպանության նախարարը։ Տեսեք, եթե մի փոքր նաև այլ հարցությամբ քննարկենք, մի փոքր գաղափարական փորձենք մոտենալ, արդյոք ձեզ չի թվում, որ սա ինքնին այս հակասությունը, ասեմ, հակադրություն թե տարաձայնություն ինքնին բնական գործընթաց է, այն իմաստով, որ երկու կողմն փորձում է իր ազդեցությունը մեծացնել, որովհետև պատմականորեն շատ քիչ ժամանակ է եղել, որ գոյություն է ունեցել եւ հայկական պետականություն է եղել եւ կաթողիկոսը, սովորաբար կաթողիկոսներն են այդ գործառույթը քաղաքական իրականացրել եւ ժամանակ չի եղել այդ դերաբաշխման։ Հիմա կարծեք թե ինչ որ ջունգլիների օրենք է, այսինքն կանոններ չկան, սահմանված օրենքներ չկան եւ ամեն մեկը փորձում է յուրովի, այսինքն ղեկի իր ձեռքը վերցնել։ Երեք պետություն, եկեղեցի կամ հոգեոր եւ աշխարհիկ իշխանությունների հակադրությունը շատ բնական երևույթ է, դա սահմանավորվում է դեռևս քրիստոնեության ձևավորումից ի վեր եւ իշխանությանս դուալիզմը քրիստոնեության հիմքերում է դրված Հիսուս Քրիստոսի հայտնի խոսքերով Աստծուն Աստծուն, Կայսրինը Կայսր եւ քրիստոնեությունը այլ կրոններից նաեւ սրանով է տարբերում, որ հստակ տարանջատում կա հոգեոր եւ աշխարհիկ իշխանությունների։ Ճիշտ է, այդ տարանջատումը տարբեր եկեղեցիներում, տարբեր միջավայրերում այլ կերպ է, բյուզանդականում այլ կերպ, կաթոլիկում մեր մոտ լրիվ ուրիշ կերպ է, տարբերությունները իհարկե մեծ են եւ այս հակադրությունը շատ նորմալ է, շատ բնական է, բայց այստեղ հարց առաջանում ինչ ձև, ինչ որակի հակադրության մասին պետք է խոսենք։ Ես չեմ կարծում, որ եկեղեցին ազդեցություն տարածելու խնդիր պետք է ունենա, որտեղ 1991 թվականից ի վեր ինքն իր համար գոյություն ունենալու խաղի կանոնները սահմանել եւ փորձել է համագործակցել բոլոր իշխանությունների հետ, այդ թվում նաեւ երբեմն սերտաճելով այս կամ այն իշխանության հետ, եթե եղել են հակադրություններ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք, ապա դրանք կարգավորվել են կաբինետներում, կուլիսներում եւ այսպիսի հանրային դրսևորում չեն ստացել։ Ես չեմ կարծում, որ եկեղեցին իր իշխանությունը տարածելու խնդիր ունեցել։ Այն ժամանակ ասում եմ, որ ավելի բարվոք դիրքերում է հանդես եկել իրավունքների հետ ստացման հետ կապված, դրա համար այդ արժակատումը կամ տարաձայնությունները, եթե անգամ կայնել կողմերի միջև, շատ չէր հնչեցվում։ Դե միգուցե, բայց ես օրինակ չեմ կարծում, որ այդպես ակնհայտ կերպով այն ժամանակ շատ կոմֆորտ էր, հիմա հանկարծ դարձավ ոչ կոմֆորտ։ Այստեղ ինձ թվում է կոնֆլիկտի հրարողը այնուամենայնիվ իշխանությունն է։ Եթե նայենք մեր 132 կաթողիկոսներին, Գարեգին երկրորդը կոնֆլիկտայնությամբ չի առանձնանում։ Կոնֆլիկտային չի, աշխարհակալական նկրտումներ չունի, աշխարհիկ իշխանությունը իր առաջ խոնարհ տեսնելու ամբիցիաներ չունի, շատ պրագմատիկ գործիչ է Գարեգին երկրորդ կաթողիկոսը եւ ինձ թվում է նրա հետ հնարավոր էր պայմանավորվել, նրա հետ հնարավոր էր խոսել, հատկապես որ մենք տեսնում ենք, որ նույնիսկ շատ խայտառակ բախումներից հետո Գարեգին երկրորդը ամենամյալ չի պատրաստվել կամուրջները այրել, Նիկոլ Փաշինյանին հրավիրել էին Մայր տաճարի բացման հարարողության, այսինքն կամուրջները չեն այրում, հիշենք նաև Բագրատ Սրբազանի պայքարը, եկեղեցին այստեղ չեզոքտիկ գրավեց, հիմա իշկանել ասենք եկեղեցի իշխանություն բախում էր, բայց շատ հոգևորականներ եւ եկեղեցին որպես ինստիտուտ դիստանցավորվեց։ Դե նաև բայց իշխանությունները շարքում են եւ նշում են այն փաստը, որ եկեղեցին աչքի ընկրել հրաժարականի պահանջով եւ եկեղեցուն դիտարկում են քաղաքական գործընթացի մաս, այսինքն եկեղեցուն ապրիորի վերաբերվում են որպես քաղաքական անդիմություն, ասեմ թե քաղաքական
սուբյեկտիվ, բայց այստեղ էլ ուրիշ հարց կա։ Արդյոք այստեղ եկեղեցի իշխանություն հակադրությունը, թե բարձրաստիճան եկեղեցական ներկայացուցիչների եւ վարչապետի միջև կամ իշխանության միջև։ Գիտեք, հայ առաքելական եկեղեցին բազմազան ու բարդ կառույց է։ Իհարկե իրանք առաջին հայացքից փորձում են միասնություն խաղարկել հանրային հարաբերությունները, բայց իհարկե այդպես չի, պատմության մեջ երբեք էլ չի եղել, գիտենք հայ առաքելական եկեղեցին քարագլուխ կառույց է, Էշմիածնի առաջնորդությամբ, խոսքը մյուս նվիրապետական աթոռների մասն է, եւ այնտեղ երբեք միասնություն չկա, մենք տեսնում ենք, որ կան նաեւ պրոիշխանական հոգեվորականներ, իսկապես կան այլ քաղաքական հոսանքներին, բնական է, իրանք էլ Հայաստանի քաղաքացիներ են, Հայաստանի ցավին ու կյանքին ապրոմակից եւ չեն կարող ուղղակի անմասն մնալ բոլոր զարգացումներից, բայց կա ընդհանուր դիսկուրսում, գոնե ընդհանուր, որը ներկայացվում է հանրությանը, որը ներկայացվում է։ Ես չեմ կարծում, որ Էշմիածինը պետք է անմասն մնալ, այն ինչ որ կատարվեց, չգիտեմ, Արցախում, Ղարաբաղում դա հնարավոր չէ լինի, բնական է որ պահանջել են հրաժարականը, իրականում հրաժարականը բոլորն են պահանջել, բոլոր ինստիտուտները, այդ թվում գիտահետազոտական ինստիտուտները, իմ եւ ձեր գիտությունների ազգային ակադեմիան եւ այլն, որովհետեւ կար համընդհանուր կոնսենսուս համազգային, որ պետք է արտահայտ ընտրություններ այդ իրավիճակում եւ չէ կարող չպահանջել հրաժարականը։ Այս առումով սա տրամաբանական է եւ եկեղեցին ես այն համոզմունքը չունեմ, որ եկեղեցին ինչ-որ ամոր, ֆանդեմ, զուտ միայն հոգեվոր ծառայություն մատուցող կառույց պետք է լինի, չէ, ինքը պետք է մասնակից լինի, հանրային հարաբերությունները պետք է իր խոսքը, իր հեղինակավոր կարծիքը անպայման ունենա, առաջնորդող առաքելություն ստանձնի, նաեւ ի վերջո սահմանավորի իր սոցիալական դոկտրինը եւ այսպես շարունակ։ Դե մյուս կողմից նշում է, որ օրինակ եմել եկեղեցին, այո, իսկապես շատ կարևոր իրադարձություն եղան, մեզ համար շատ ցավալի Արցախի կորուստը եւ այլն, բայց ասում են, որ նախորդած ժամանակահատվածում այդ քաղաքական ակտիվությունը եկեղեցի կողմից չկար, եթե չկա, ապա իրենց կողմից, իշխանությունների կողմից սա պատեհություն է համարվում։ Բայց այն ժամանակ Արցախի կորուստը չկար։ Դե այն իրավիճակի մասշտաբներով գուցե էլի կարևոր իրադարձություններ են, իհարկե ոչ համատելի Արցախի հետ, բայց չգիտեմ, տարբեր իրադարձություններ։ Ուզում ասեմ, ամեն մեկ կարծեք թե իր փաստարկները ունի։ Դե հա, դա շատ բնական է։ Այո, իհարկե, այնպես չի, որ Գարեգին երկրորդը ամենասուրբ եւ ամենակատարյալ հոգեվոր գործիչն է հայոց պատմության ընթացքում եւ համաշխարհային պատմության մեջ կան։ Չէ, վերապարի մասին չենք խոսում։ Եվ մյուս եկեղեցական, գիտեք, եթե խոսքը գնում է զանգվածային ինստիտուտի մասին, զանգվածային ինստիտուտը, որը կազմված է մարդկանցից, չի կարող զերծնել այն արատներից, որոնք կան հասարակության մեջ։ Հիմա կարող է մի հոգեվորական մանկապիղծ է, հիմա ինչ, վերջնենք ասենք, բան ամբողջ եկեղեցին այդպես, չէ, հիմա կաթոլիկ եկեղեցում խայտարակ դեպքեր բացահայտվեցին, հիմա ինչ ամբողջ կաթոլիկ եկեղեցին մանկապիղծ չի, դե հիմա այդպես չի։ Այս պոպուլիստական բաները պետք է մի պահ դնենք մի կողմ, եւ եթե իսկապես եկեղեցում այդպիսի խնդիրներ կան, կարելի է այդ խնդիրները այլ կերպ կարգավորել, ոչ թե ազգային կառույցը կամ վերաբերվել որպես հենց ինստիտուտի ի վերջ։ Եվ վերաբերվել որպես ինստիտուտի իսկապես։ Տեսեք, մեկ այլ հարակից հարց էլ կա հենց այս ամբողջի կտրվածքով, որովհետև երկուստ եք ոչ միայն նշած շրջանակներից, այլ նաև տարբեր ընդդիմադիր տարբեր շրջանակներից, ընդհանրապես տարբեր հարթակներից այս քաղաքական խոսիթը շատ ցածր է երևում, այսինքն մեկը մյուսին վիրավորանքի տոնով են խոսում, անգամ հայհոյանքներ են հնչում եւ այլն ծեծկարտուկներ, նույն ազգային ժողովում նույն հայհոյախառն հայտարարություններ, արդյոք սա քաղաքական սնանկության մասին չի խոսում, այսինքն որ բովանդակության փոխարեն մարդիկ դուրք են տալիս էմոցիաներին։ Գիտեք, ես այն մարդկանցից չեմ, որոնք պնդում են, թե ազգային ժողովը պետք է ստերիլ ակվարիումի նման ինչ-որ կառույց պետք է լինի, որտեղ մենակ պետք է սիրուն ձկներ լինեն, բոլորը խոսան Կանտից, հողում անեն Մարքսին կամ չգիտեմ, մյուսին, չէ։ Մենք տեսնում ենք ամենաառաջադեմ երկրների, ամենազարգացած երկրների պարլամենտներում էլ իրավիճակը սուր է։ Երբեմն իրար վիրավորում են, երբեմն իրար կծում են։ Այսինքն այս նորմալ պարլամենտական մշակույթը պետք է լինի։ Եվ լինում է, որ պետք է իրար խփեն, դա էլ է լինում։ Բայց այդ ամեն ինչը պետք է կյանքի կոչվի եւ իրականացի բովանդակության շուրջ։ Մեր մոտ իսկապես բովանդակություն չկա, մեր մոտ կա
Եթե բովանդակություն չկա, դա փոխակերպվում է խուլիգանության, դա փոխակերպվում է լկտիության, շտախոսության, երեսպաշտության, զորբայության, մի խոսքով մատ շղթայական գարժահոտության է փոխակերպվում։ Մեր մոտ դա պարլամենտարիզմի հետ ինչ-որ մեր մոտ կատարվում է կապ չունի, մեր մոտ, չգիտեմ, խուլիգանություն է։ Լավ, ինչպես պիտի սա հաղթարվի, որովհետև ցանկացած ցածր քաղաքական խոսք հայհոյանք ինքը ավելի է ի վերջո բարդացնում դրա հաղթահարման ուղիները։ Այսինքն ինչպես դրա տակից դուրս գանք, ինչպես ասում են։ Ես շատ եմ քննադատում հատկապես մեր հայ առաջադեմ շրջանակներին, մտավորականներին, մտավորականներին, ինտելեկտուալներին, այդ ինտելեկտուալ ավելի լավ ասենք։ Ինչի համար, որովհետև իրանք նստած ինչ որ մատ ու ինտելեկտուալ դատողություն են անում, իհարկե լավ են անում, ու ինչ որ մատ սոցիալ-դեմոկրատական սիրուն ուժի մասին են երազում։ Ինտելեկտուալ, որը կգա մի կողմ կշպրտի Քոչարյանին, մի կողմ կշպրտի Նիկոլ Փաշինյանին եւ այդ իր ինտելեկտուալ, այդ սիրելի բառերը ասեմ, նարատիվներով, ինտելեկտուալ դիսկուրսով, Միշել Ֆուկոյին ցիտելով, կգա եւ կվերցնի իշխանությունը։ Այդպես չի լինելու։ Պետք է ամպերից պետքա իշնել եւ այդ պսևդոինտելեկտուալ շատախոսությունն էլ պետքա դնել մի կողմ եւ հասկանալ հիմա ինչ ունենք, ինչ կարող ենք անել, որոնք են մեր հնարավորությունները։ Ակնհայտորեն որ սա է մեր քաղաքական դաշտը, երկնքից ինչ որ մատ կույս սոցիալ-դեմոկրատ չի գալու մեզ փրկի։ Պետք է ընտրել չարիած փոքրագույնը։ Տեսնել հիմա ով կա դաշտում, ինչ է առաջարկում, ինչքանով է իրատեսական առաջարկը եւ փորձել քաղաքական գնալ կոմպրոմիսի, ամենակարևոր բանը գնալ ինտելեկտուալ կոմպրոմիսի, որովհետեւ ակնհայտ է, որ հիմա քաղաքական դաշտի 99%-ը ունենք իմ եւ ձեր ճաշակով չի, էթիկական եւ էսթետիկական տեսանկյունից ես եւ դուք կարող ենք դրանից զզվել, բայց հանուն քաղաքական նպատակի պետք է գնալ պատմական կոմպրոմիսի եւ ընտրել մի չարիած փոքրագույնը, որը մեզ դուրս կբերի այս ճգնաժամից։ Իդեպ ընտրությունները մոտենում են եւ Կովկասյան բարոմետրի անցկացրած արդյունքների արդյունքում, այսքան որ իշխանությունները համեմատաբար առաջատար են, բայց շատ զգալի տոկոս մեծամասնություն կազմում է չկողմնորոշվածները, հա, ձեր նշած որ չեն համակրում ոչ մի քաղաքական թևի։ Այ հավանականությունը որքանով է մեծ, որ այդ մարդիկ կգնան ի վերջո ընտրության եւ չարիած փոքրագույնին կընտրեն, թե ի վերջո ուղղակի մասնակցայնությունը կտապալվի։ Դա շատ բարդ է, այդ մարդկանց մեծ մասը նաեւ չի ընտրել նախկինում, չի գնացել ընտրությունների, իրենք չկողմնորոշված են եղել, նաեւ անցյալում շատ բարդ է ասել, որովհետեւ կա ինչ որ մի հատ զանգված, որը չի գնում ընտրությունների, որը չի հավատում, որովհետեւ ունի կոնկրետ ուղղվածություն կամ եւ այլն։ Այստեղ հիմա առաջատարները մնում են Ռոբերտ Քոչյանը եւ Նիկոլ Փաշինյանը դերևս։ Երկու թևերից։ Երկու թևերը։ Ուղղակի որ դուք նշեցիք մտավորականների կամ ինտելեկտուալների մասին, եթե իրատեսորեն մոտենանք, շատերը նույնպես աֆիլիացված են, իսկ ունեն քաղաքական հստակ կողմնորոշում, այսինքն այնպես չի որ իրենք էլ են ստերիլ քաղաքական կողմնորոշում ունեն։ Ես մի բան ասեմ, այդ չկողմնորոշվածների կախարդական փայտիկներ չկան։ Իհարկե։ Չկողմնորոշվածների մեծ մասը կարող գնան եւ իշխանության ընտրեն։ Ի վերջո, դե ասեն գնան ասեն դե հիմա ինչ հիմա չկա ուժ բան, որ Քոչարյանը չգա, ոչինչ, որ Ղարաբաղը կործանվեց, մենակ թե Քոչարյանը չգա։ Պատկերացրեք, բանը, անի անկումից հետո 1045 թվականին բանը մեկը ասա կարող է Քոչարյանը չեկավ։ Բայց օրինակ վարչապետի նման գրառումները կարող են հանգեցնել, որ նույն դրամաբանությամբ, ասենք, պայմանականորեն Քոչարյանին։ Գիտեք հիմա կանցնեն օրեր եւ այս ամենը կմոռացվի։ Նիկոլ Փաշինյանը ինձ թվում ավելի վատ գրառումներ էլ արել։ Իհարկե որտեղ հայոյախոսություն չի եղել, բայց բովանդակությամբ ավելի վատ գրառումներ արել։ Իսկ մարդկանց սա է գրավում ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանի ձայների անկումը ըստ սոցիոլոգիական տվյալների չի նշանակում Ռոբերտ Քոչյանի ձայների ավելացում։ Իրանք իրար հետ աճում եւ նվազում են համընթաց եւ համապատասխանաբար։ Խոսքը մեն Ռոբերտ Քոչյանի մասին է, թե ընդհանուր ընդդիմադիր դաշտի։ Չէ, կոնկրետ Ռոբերտ Քոչյանի։ Ինչով եք դա պայմանավորում։ Դե իրանք երկու ցցուն ֆիգուրներ են, երկու հակադրություններ են, ալֆան եւ օմեգան են եւ հասարակությունը իրենց ըստ դուալիզմի ընկալում։ Դե տարբեր ուղղակի թևել այլ բան են ասում։ Դե կան ուրիշ մեկը ընդդիմության իր առաջնորդին է տեսնում։ Դե ուրիշ ընդդիմության ինչ-որ ցցուն առաջնորդ կա։ Առաջնորդ չէ, բայց թե օրինակ հիմա երրորդ։ Դե կա երրորդ նախագահը, որը փորձում է իր անունով չխաղալ։ Ինքը հավակնություն չի ներկայացնում։ Կա Էդմոն Մարուկյանը, վերջի վերջո եւ ի վերջո։
Բայց երկու ցուցում գործիչները շարունակում են իրենք մնալ եւ դա այդպես է։ Շատ լավ, վերջին այսպես ասած ամփոփող հարցը, չնայած գուցե կրկնվենք, բայց ինչպես դուրս գալ այս գաղշ մթնոլորտից։ Եվ հանրային մակարդակում եւ ինչ դեր ունեն ըստ ձեզ դուք նաեւ որպես լրագրող, հրապարակախոս, գիտաշխատող լինելով, հա, ինչպես դուրս գալ այս գաղշ մթնոլորտից, ինչ դեր ունեն լրատվամիջոցները եւ հարակից կառույցները։ Նախ առաջին չգայթակղվել եւ չմտնել անբարոյականության հորձանուտի մեջ, որտեղ գայթակղությունը շատ մեծ է, չէ՞, եղել է ամենաբարձր մակարդակով հայոյանք, այսպիսի բառամթերք, այսպիսի բարձր մակարդակով շանտաժ եւ քաղաքացու, որ ասում ենք ելքը որն է, առաջին հերթին չխառնվել այդ հոսանքին, չդառնալ այդպես, չդառնալ այդպեսին, չմտնել այդ հարաբերությունների մեջ, մերժել այդպիսի հարաբերությունները։ Լրատվամիջոցները նույնպես վստահաբար սիվիլն է թե չգայթակղվողներից է, բայց կան այլ լրատվամիջոցներ, որոնք գայթակղվում են եւ դա դարձնում է որպես լրահոսի քաղաքական վերլուծության խարիսխ այդ ամեն ինչը, այդ գարշանքը։ Այսինքն նախ չմտնել դրա մեջ եւ զինվել համբերությամբ եւ չկարծել, որ ավելի լավ արնելու, ինձ թվում է ավելի լավ չի լինելու, կարող է ավելի վատ լինի։ Բայց կարծես դրանից ոնց քաղաքական խոսիթի մակարդակը, բովանդակությունը չի աճում։ Չի բարձրանում։ Գիտեք, եւ թե դիմությունը թե իշխանությունը պայմանականորեն եմ ասում, տարբեր թևեր ակամայից տուրք են տալիս նման նշաձողերի, այսինքն ցանկացած կողմից անընդհատ նշաձողերը կարծեք թե իջեցվում են։ Ուղղակի պարզապես այլ գործիչներ չկան, այլ բառամթերքով։ Հիմա որտեղից գնանք բերենք։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ պետք է հաշվի նստել եւ պետք է հաշվի նստել եւ հասկանալ հիմա էս այ միգուցե էս քաղաքական գործիչների լինելությունը ամենևին պատահականություն չի, միգուցե իրանք ձևավորել է իրանք միջավայրը եւ հակառակը իրանք են ձևավորել միջավայրը, այսինքն երկու կողմանի, այսինքն մենք ունենք մի հասարակություն, որը ծնել է այս քաղաքական գործիչներին, այսինքն պատասխանատվության բեռը չեն բարդում ժողովրդի վրա, բայց մեզնից, մեր հավաքական ինտելեկտից ձևավորվել են այդ մարդիկ, այդ բառամթերքով եւ հիմա իրանք պատահական չեն ընտրել այդ բառամթերքը։ Նիկոլ Փաշինյանը շատ սիրուն հայերենով կարող է խոսել։ Ինքը աշխատում է իր էլեկտորատի հետ։ Ասում եք դա կավելացնեմ։ Այո, անուն իր էլեկտորատի ինքը թիրախավորում է եկեղեցուն, բայց հետո մենակ այդ հայոյանքը չի, հայոյանքը լղոզվեց։ Վերջում բարձրացրեց կուսակրոն քահանաների կուսակրոն լինելու հարցը, եկեղեցու կոռումպացված լինելու հարցը եւ հայոյանքի հարցը ջնջվեց խոսակցության այդ տրամաբանության մեջ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը նաեւ սպասարկում է իր ոչ առաքելական էլեկտորատի հետաքրությունները եւ կամ առաքելական ուղղակի կամ առաքելական եւ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանը մեծ թիվ են կազմում նաեւ բողոքականները։ Պետք է հասկանալ, որ չեն սիրում ոչ թե առաքելական եկեղեցուն, չհարգում են։ Ես գիտեմ, էլի մի անգամից չմերժենք, պարիսներ չտնենք։ Okay, այս գրառումից հետո շատ աթեիստներ աջակցեցին։ Հա, եկեղեցուն։ Չէ, գիտեք ոնց, կարող է աթեիստ լինել, բայց հասկանալի է, չէ, որ մշակութային տեսանկյունից դու պատկանում ես նաև այդ եկեղեցու մշակութային միջավայրին։ Օրինակ ես եմ աթեիստ, բայց անհաղորդ չեմ այդ ազգային կառույցի նկատմամբ եւ սա շատ բնական է, եւ աթեիստները մարդիկ են, որոնք գիտակցված աթեիստներ են, որոնք ունեն բարոյական իմպերատիվներ եւ անբարոյականության հաղթարշավի նկատմամբ չեն կարող աշփակել, նույնիսկ եթե դա կղերական դասակարգի նկատմամբ է։ Կարծես լավ, այս իշխանությունների ժամանակ, հա, այսինքն ստացվում է, որ որքանով է հավանականությունը, որ եկեղեցի իշխանություն հարաբերությունները կկարգավորվեն։ Ես չեմ կարծում, որ կարգավորվեն։ Այսինքն դե Ռոբիկոնը անցել է։ Գիտեք, եթե 44 օրյա պատերազմը հաշտություն չբերեց, համատեղ գործելու ընդունակություն չբերեց, էլ ինչ պետք է լինի, որ իրանք նստեն մի սեղանի շուրջ եւ, չգիտեմ, հաշտվեն։ Ես չեմ պատկերացնում ուղղակի։ Դա անպատկերացնելի է այս իշխանության օրոք եւ առաջին հերթին այս իշխանությունն էլ չի ուզում։ Այս իշխանությունն էլ չի ուզենա։ Բայց կա նաեւ հակառակ կողմը, այսինքն լավ իշխանություններին շատ են քննադատում եւ տեղին են իմաստով, որ իրենք են պատասխանատու անձինք եւ հենց իրենց դեմ են ուղղված առաջին քննադատությունները, բայց եկեղեցին իր կողմից որքանով է անում առավելագույնը այդ թեկուս
սխալ քայլերով իրենց պատկերացված իշխանությունների գնում ընդառաջ կամ փորձում եզրեր գտնել։ Դե հրավիրել են մայրաթորի վերահսկման արարողությունը։ Բայց դրան նախորդել էր մի շարք էլի աղմկահարույց կողմից։ Կամորները չէ, այսինքն եկեղեցին, այստեղ պաշտպան են եկեղեցին, նույնիսկ այդ կամ բախումներից հետո հաշվի առնելով որ մայրաթորը իսկապես համազգային նշանակության հաստատություն է եւ հասկացել են որ չի կարելի դրա բացումը անել առանց քաղաքական իշխանության Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության եւ հրավիրել են, տեսեք քայլ արել են, բայց ըստ այնտեղից էլ ցանկություն չկա, այնտեղ էլ արդեն կարմիր գծերը հատվածում, չգիտես, հիմա աբսուրդային իրականություն ենք ապրում, կարող է եւ ինչ որ մի օր, ինչ որ մի հատ հարցի շուրջ շահերը համընկնեն եկեղեցու եւ իշխանության եւ այդտեղ ինչ որ համագործակցություն լինի, ինչ հարցերում միգուցե հիմա էլ համագործակցություն կա, մենք նորից եմ ասում, կան սրբազաններ, որ աջակցում են այս իշխանությանը։ Իրականում տարբեր սրբազաններ, տարբեր հայացքներ ունեն աշխարհի եւ ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ։ Սա պետք է հասկանալ, որտեղ եկեղեցին բազմաշերտ կառույց է, մենք չգինենք Կոստանդնուպոլսում, Երուսաղեմում, չես կարող բոլորին վերաբերել։ Անտիլիասում եկեղեցու բազմա տասնյակ թեմերում ինչ են մտածում եւ ինչպես են տեսնում իրականությունը։ Շնորհակալություն զրույցը։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի լրագրող Կարպիս Փաշոյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։